Միանշանակ գիտեի, որ այս հարցը հնչելու է, շատ դժվարությամբ են մտնում մեր երիտասարդների մշակույթ։ Դա Facebook-ն է, դա Instagram-ն է եւ Spotify-ն է։ Անհամբեր սպասում են մեր յուրաքանչյուր աուդիոգրքի եւ այս ամենը ամբողջապես անվճար։ Չեմ սիրում այս պահը, բայց ամեն դեպքում պետք է հիշեցնել։ Հիմնական դժվարությունները կապված են չունենք այնպիսի թեմաներ գրական ստեղծագործություններ, որոնցից խուսափում ենք։ Մեզ համար շատ ոգևորիչ փաստ է այն, որ մեր աշակերտները մեզ հարցեր են անում։ Սեղմեք գրանցվելու կոճակը եւ զանգակը, որպեսզի բոլոր նորությունները մեր ալիքից ձեզ հասնեն ճիշտ ժամանակին։ Ողջույններս Հայաստանում եւ Հայաստանից դուրս գտնվող իմ բոլոր հայրենակիցներին, ողջույններս բոլոր նրանց, ովքեր լսում են մեր աուդիոգրքերը, եւ այսօր այն օրն է, երբ ես դարձյալ պատասխանում եմ մեր աշակերտների հարցերին։ Ինչ դժվարություններ եք ունեցել ալիքը հիմնելու ընթացքում եւ ինչպես եք հաղթահարել դրանք։ Դժվարություններ բնականաբար բոլոր ոլորտներում եւ բոլոր աշխատանքներում լինում են։ Մասնավորապես, երբ սկսում ես ինչ-որ մի բան զրոյից, դժվարությունների հանդիպում ես, բայց երբ սիրով ես անում գործը, այդ դժվարությունները ինքնըստինքյան հարթվում են։ Հիմնական դժվարությունները կապված են ստեղծագործության ճիշտ ընտրության եւ ստեղծագործության առանցքային մտքի ճիշտ ընկալման եւ փոխանցման հետ։ Բնականաբար մի քանի անգամ երբեմն պետք է լինում ստեղծագործությունը վերընթերցել, որպեսզի հասկանանք, թե ինչի վրա է պետք դնել շեշտը հիմնական եւ ձայնի եւ հույզերի միջոցով դա ճիշտ ձևով մատուցել ու ընկնել։ Կան արդյոք հայ գրողներ, որոնց հատուկ ուշադրություն եք դարձնում եւ ինչու։ Բնականաբար ունեն ստեղծագործություններ, որոնք շեշտադրված են, դրանք ինչպես մի քանի անգամ նշել ենք, դպրոցական առարկայական ծրագրի մեջ ներառված ստեղծագործություններն են, 10, 11, 12-րդ դասարանի առարկայական ծրագրի մասին է խոսքը, եւ բնականաբար երբ որ ավարտենք այս ցանկը, կանցնենք նաեւ այլ գրական ստեղծագործությունների։ Ձեր կարծիքով սոցիալական մեդիան ինչ դեր է խաղում գրականության տարածման գործում։ Միանշանակ շատ մեծ է դերը սոցիալական հարթակների մեր գործում, քանի որ հենց սոցիալական հարթակների եւ էջերի միջոցով ենք մենք կարողանում տարածել մեր YouTube-յան ալիքի հղումը, դա Facebook-ն է, դա Instagram-ն է եւ Spotify-ն է։ Դեռևս առաջիկայում դարձյալ կավելանան այլ հարթակներ նույնպես։ Չեմ սիրում այս պահը, բայց ամեն դեպքում պետք է հիշեցնել ձեր իսկ ցանկությամբ եւ ձեր իսկ խորհրդով, եւ որպեսզի դուք մշտապես կարողանաք տեղեկացված լինել մեր ալիքի թարմացումներին, պետք է սեղմեք գրանցվելու կոճակը եւ զանգակը, որպեսզի բոլոր նորությունները մեր ալիքից ձեզ հասնեն ճիշտ ժամանակին։ Ինչպես եք տեսնում գրականության եւ տեխնոլոգիայի փոխհարաբերությունները այսօրվա աշխարհում։ Միանշանակ գիտեի, որ այս հարցը հնչելու է, քանի որ գիտեմ, որ ժամանակակից տեխնոլոգիաները շատ մեծ դեր են խաղում այսօր մեր իրականության մեջ եւ դեռահասների եւ երիտասարդների կյանքում, եւ դա շատ լավ է իր դրական բոլոր դրսևորումներով, գրականության հետ կապը զուտ ճիշտ ընտրված լավ ծրագրային ապահովումն է, որը տալիս է արդյունավետություն, բարձր արդյունավետություն, որակյալ ձայնագրության հարցում, ձայնագրության որակյալ մշակման հարցում եւ վերջնական պրոդուկտը ստանալու հարցում։ Եվ վերջին ռեժիսոր Լիանա Մուրադյան մշտապես պրպտում է եւ փնտրում է բոլոր այն նորարարությունները ժամանակակից տեխնոլոգիաներում, որը մեզ կապահովի առավել որակյալ պրոդուկտ։ Կան արդյոք թեմաներ, որոնցից դուք խուսափում եք գրական ստեղծագործություններում։ Չունենք այնպիսի թեմաներ գրական ստեղծագործություններ, որոնցից խուսափում ենք, բազմապես կան ստեղծագործություններ, որոնք ավելի պարտավորեցնող են, կան ստեղծագործություններ, որոնք հագեցած են երկխոսություններով եւ շատ կարեւոր է գտնել այն ձայնը եւ այն տեմբրը, այն տոնայնությունը, որով դա ավելի հնչեղ կլինի, տվյալ ֆրազը, տվյալ նախադասությունը ավելի հասանելի կլինի։ Այս մասով ունենք նախապատվություններ, բայց խուսափում չունենք ոչ մի գրական ստեղծագործությունից։ Ինչ դժվարությունների եք հանդիպում այս ոլորտում աշխատելիս։ Ոլորտի դժվարություններ ունենք, բնականաբար ավելի շատ տեսնում եմ հիմնական դժվարությունը նրանում, որ աուդիոգրքերը, հայերեն աուդիոգրքերը շատ դժվարությամբ են մտնում մեր երիտասարդների մշակույթ։ Եթե տեսնենք օրինաչափությունը, մեր հիմնական լսարանը դա 25+ լսարանն է, որը ժամանակին մի քանի ամիս առաջ 35+ էր, դրանից շատ ավելի վաղ 45+ էր, եւ այդ լսարանը երիտասարդանում է, ինչը մեզ շատ ուրախացնում է։ Բայց մշակույթը դեռևս աուդիոգիրք լսելու մշակույթը եւ հատկապես հայ գրականություն լսելու մշակույթը շատ դանդաղ է մտնում մեր երիտասարդության առօրյա իրենց կյանք։ Դժվարությունը դրա տեսքով է։ Այլ դժվարությունները փորձում ենք հաղթահարել ժպիտով եւ հավատով, որ անում ենք լավ գործ եւ դժվարություններ լինելու են, բայց արդյունքը իրեն երկար սպասեցնել չի տա եւ հաստատ արժի։
Մեզ համար շատ ոգևորիչ փաստ է այն, որ մեր աշակերտները մեզ հարցեր են անում։ Դա արդեն նշանակում է, որ նրանք մտնում են մեր ալիք, լսում են հայերեն աուդիոգրքեր, հայ գրականություն են ունկնդրում եւ հարցեր են առաջանում։ Սա մեզ համար շատ ոգևորիչ փաստ է եւ մեծ սիրով այս շարքը ավելացրեցինք մեր աուդիոգրքերի ալիքում։ Քանի որ առիթ է հանդիսացել խոսելու, ուզում եմ իմ մեծագույն շնորհակալությունը հայտնել մեր լսարանին, այն տաղանդավոր գրագետ զանգվածին, որը հետևում է մեզ Facebook-յան հարթակով հիմնականում։ Ցավալի է իսկապես, որ մեր բոլոր նպատակները եւ մտքերը ուղղված են դեպի նրան, որպեսզի երիտասարդ զանգվածը գա ավելի շատ դեպի մեր ալիք, բայց մեծ հպարտություն եմ ապրում, երբ տեսնում եմ մեր հետևորդներին, թե ինչքան գրագետ եւ կառուցողական մեկնաբանություններ են գրում, ինչքան լավ խորհուրդներ են տալիս եւ ինչքան բաց են եւ լուսավոր իրենց կարծիքի մեջ։ Շատ հազվադեպ է պատահում, երբ որ լսում եք ինչ-որ բացասական կամ ոչ կառուցողական որևէ կարծիք։ Հիմնականում գրագետ բանասերներ, ուսուցիչներ, տաղանդավոր մարդիկ, ստեղծագործողներ, ովքեր չեն զլանում, գրում են իրենց բարի խոսքը, ոգևորում են, անհամբեր սպասում են մեր յուրաքանչյուր աուդիոգրքի եւ մեծ սիրով մեկնաբանություններ են գրում։ Դա մեզ շատ է ոգևորում։ Շնորհակալ ենք, որ դուք ունեք այն ամենի կարիք, ինչ որ մենք անում ենք, շնորհակալ ենք, որ դուք լսում եք, կարդում եք հայ գրականություն, տարածում եք եւ արձագանքում եք։ Ձեր յուրաքանչյուր դրական մեկնաբանություն մեզ մեծ ուժ եւ եռանդ է տալիս եւ մենք հասկանում ենք, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել ձեզ, սիրելի հետևորդներ, որ կարող եք մեր աուդիոգրքերը լսել YouTube-յան մեր հարթակում, Facebook-յան եւ Instagram-յան մեր հարթակներից անցում կատարելով YouTube-յան մեր ալիք եւ նաեւ Spotify-ում եւ այս ամենը ամբողջապես անվճար։ Քանի որ մեր աշխատանքի նշանաբանն է եւ մեր աշխատանքի ամբողջ գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր հայ Հայաստանում եւ Հայաստանից դուրս ընդամենը մեկ հպումով հնարավորություն ունենա լսել եւ կարդալ հայ գրականության լավագույն էջերը, գոհարները մեր հարթակում եւ այդ հնարավորությունը պետք է տրվի յուրաքանչյուր հայի պարզապես անվճար։ Շնորհակալ եմ բոլորիդ, առողջ եղեք, երջանիկ եղեք եւ վստահ եղեք, որ ցանկացած նախաձեռնություն, որը արվում է սիրով, ունենալու է հաջողություն։